2025 թվականի հոկտեմբերի 10-ին Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն կհայտարարի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին։ 2024 թվականին մրցանակը շնորհվել է ճապոնական Նիհոն Հիդակյո կազմակերպությանը Հիրոսիմա եւ Նագասակիի ատոմային ռմբակոծություններից տուժածների փորձը տարածելու եւ միջուկային զենքի վերացման համար տասնամյակների պայքարի համար։ Այս տարի մրցանակին ամենաշատը ձգտում է Դոնալդ Թրամփը, սակայն չնայած Միացյալ Նահանգների նախագահի մրցանակին արժանանալու ջանքերին, փորձագետները կարծում են, որ նրա հավակնություններն այնքան էլ արդարացված չեն։ Դոնալդ Թրամփի համար Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալը բացարձակապես բացառված է։ Նա ասում է, որ ատում է, երբ մարդիկ սպանվում են, բայց նա աջակցում է Գազայում ցեղասպանությանը։ Վերլուծաբանները նկատում են, որ շատերն են ջանքեր գործադրել Նոբելյան խաղաղության մրցանակը ստանալու համար, սակայն ոչ ոք դա ավելի ինտենսիվ չի արել, քան Դոնալդ Թրամփը։ Նա բազմիցս օգտագործել է ԱՄՆ նախագահի իր հարթակը, պնդելով, որ նա պետք է ստանա մրցանակը։ Կարծում եմ, որ ես Նոբելի մրցանակ կստանայի բազմաթիվ բաների համար, եթե այն արդարացիորեն տրվեր, ինչը նրանք չեն անում։ Դե նրանք մրցանակ տվեցին Օբամային անմիջապես նրա նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, եւ նա գաղափար անգամ չուներ, թե ինչու ստացավ այն։ Եվ գիտեք ինչ, դա միակ բանն էր, որի հետ ես համաձայն էի նրա հետ։ Ալֆրեդ Նոբելի կտակը, որը մրցանակի հիմքն է, ասում է, որ մրցանակը պետք է տրվի այն անձին, որն ամենաշատը կամ լավագույնս է նպաստել ազգերի միջև բարեկամության առաջ մղմանը։ Դա մի բան է, որ ըստ մասնագետների չի անում Թրամփը։ Կարծում եմ, որ Թրամփին խաղաղության մրցանակ տալը մեծ ուշադրություն կգրավի հենց մրցանակի եւ Նորվեգիայի նկատմամբ։ Սակայն ես կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում դա իսկապես կարող է վնասել Նոբելյան կոմիտեի հեղինակությանը, ինչպես նաեւ գուցե Նորվեգիայի հեղինակությանը։ Թեև Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում Հայաստանը, փորձագետները կարծում են, որ նրա քաղաքականությունը միջազգային համաձայնագրերից դուրս գալը հակասում է մրցանակի սկզբունքներին։ Թրամփը պնդում է, որ 7 հակամարտություն է կարգավորել, սակայն չնայած տարբեր երկրներից հնչող առաջադրումներին, Նոբելի կոմիտեի խիստ չափանիշները Թրամփի հաղթանակը դարձնում են քիչ հավանական։ Դավիթ Գենջոյան, Open Media։